Դե ինչ շարունակում ենք այս թեման։ Մի խոսքով ինձ ծաղրում էին նվաստացնում աղջիկները, հասկանալով, որ ես ուզում եմ իրենց հետ ընկերություն անել, ասում էին, որ ես անեմ ինչ-որ բաներ, իսկ ես առանց հասկանալու, որ իրենք ուղղակի ինձ շահագործում են, անում էի այդ ամենը, բայց վերջում ոչինչ էլ չէի ստանում եւ միայն ավելի ցավոտ էր լինում ինձ, բայց այդ ամեն ինչի մասին ես ոչ մեկին չեմ պատմել։ Մի խոսքով այդ ամեն ինչը կուտակելով իմ մեջ, ես ինքս իմ համար խնդիրներ եմ առաջացնում, հոգեկան եւ առողջական իհարկե լուրջ խնդիրներ, որոնք հասկանում եմ նոր, որ ինձ համար խնդիր են եւ իհարկե չէի կարողանում ես պատասխանել նրանց ինչ որ մի հարցով, որովհետեւ չգիտեմ, վախենում էի, ամաչում էի կամ մտածում էի, որ ինձ էլի սխալ կհասկանան, նմանատիպ բաներ, ինձ թվում է շատ շատերը կհասկանան ինձ այս հարցով։ Ուղղակի եկավ մի պահ, որ ես հասկացա, այդպես չի կարող շարունակվել։ Ու ընդհանրապես մի օրվա մեջ, ես ձեզ լուրջ եմ ասում, մի օրվա մեջ ես փոխվել եմ, ասենց 360 աստիճան, ու ոչ մեկ ինձ էլ հաջորդ օրը դպրոցում չէր ճանաչում։ Ու այնպես չի, որ այդ ամեն ինչից հետո ես սկսեցի ունենալ շատ ընկերներ, բոլորի հետ շատ լավ էի, ամեն ինչ շատ լավ էր, մարդիկ ինձ էլ չէին ծաղրում, ոչ։ Ուղղակի ես սկսեցի պահել իմ սահմանները ու վարվել մարդկանց հետ նենց, ոնց որ իրանք ինձ հետ։ Ու այնպես չի, ես հիմա ունեմ շատ ընկերներ, ես հիմա էլ պահում եմ այդ դիստանցիան ու շատ զգուշ եմ փորձում իմ ընկերներին ընտրել, որովհետև շատ անգամներ եմ դրանց պատճառով տառապել։ Իրականում չգիտեմ ինչն էի սխալ անում, ինչը այն չէր իմ մեջ, որ այդ բախտին արժանացա, բայց ինչ որ մի բան քաղել եմ այդ ամեն ինչից ու գիտեմ, թե ինչ պետք է անեմ, ինչ պետք է չանեմ եւ ինչն է կարեւոր, ինչը ոչ։ Դե իսկ դուք եթե ուզում եք շարունակությունը իմանալ իմ կյանքի եւ նմանատիպ այսպիսի վիդեոներ շատ տեսնել, անպայման կոմենտներում դրեք սրտիկներ, ցանկացած գույնի, ինչ որ կցանկանաք, ու ես անպայման կշարունակեմ սա։ Դե իսկ իմ այսօրվա տեսքն այսպիսին է։ Գնացի։